Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսում ենք մի երևույթի մասին, որը շատ հաճախ ներկայացվում է որպես արդարություն, բայց դառնում է հանրային պատիժ, հանրային չեղարկման մշակույթ կամ cancel culture։ Չեղարկման մշակույթը սկզբնապես վատ գաղափար չի եղել։ Այն ձևավորվեց, երբ մարդիկ սկսեցին պահանջել պատասխանատվություն ազդեցիկ մարդկանցից խոսքի, վարքի, վնաս պատճառելու համար։ Սա առողջ, արդար եւ անհրաժեշտ է։ Բայց խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ պատասխանատվությունը դադարում է լինել գործընթաց ու դառնում է դատավճիռ։ Ինչ է սովորաբար տեղի ունենում։ Հին կամ նոր մի խոսք, սխալ կամ անհաջող արտահայտություն, երբեմն նույնիսկ կոնտեքստից կտրված, դառնում է հանրային դատաստանի պատճառ։ Սկսվում է զանգվածային հարձակում, պիտակավորում, կոչեր, չլսել, չհրավիրել, չտալ հարթակ, մարդը դադարում է լինել մարդ, դառնում է սխալ։ Սա հոգեբանորեն կոչվում է դեհումանիզացիա, մարդուն մարդ չտեսնել, ու երբ դա տեղի է ունենում խմբով, առաջանում է թվային ամբոխի էֆեկտը։ Անհատը կորում է, պատասխանատվության առաջնայնությունը նվազում է, ու ամեն մեկը իրեն արդարացի է զգում, որովհետև բոլորն են անում։ Չեղարկման մշակույթի ամենավտանգավոր կողմն այն է, որ այն չի թողնում աճել, չի թողնում սովորել, չի թողնում սխալից դուրս գալ, ու արդյունքում մարդիկ սկսում են լռել, ինքնագրաքննել, չխոսել նույնիսկ այն ժամանակ, երբ կարևոր բան ունեն ասելու։ Բայց արդյոք cancel culture-ը միշտ սխալ է։ Ոչ, այն ունի նաև իր ուժեղ կողմը։ Կարող է կանգնեցնել իրական վնասը, բացահայտել լրացված պատմությունները եւ ստիպել ուժ ունեցողներին հաշվի նստել հետևանքների հետ։ Բայց հիշեք, սխալը պիտի բացահայտվի, բայց մարդուն ամբողջությամբ չեղարկելը երբեք բուժում չի եղել։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք ներսի ազդանշանները ոչ մեղքի, ոչ զայրույթի, ոչ էլ լռության պահին։ Էմոցիաները մեզ ասում են, թե որտեղ ենք անցնում սահմանը։ Ձեզ հետ կրկին Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։